Համաձայն եք Արամ Սարգսյանի հետ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ սկսել է շփվել հավասարը հավասարի պես։ Տենց բան չկա, չի կարող լինի։ Ուրիկ ջան, քաղաքականությունից բան չեմ կարող ասեմ։ Չեմ ուզում պատասխանեմ։ Ռուսաստանը մեր փրկիչն է, հայ ժողովրդի փրկիչն է։ Եղել է այդպես, ես կարծում եմ այդպես էլ կշարունակվի։ Մենք օտար ենք։ Չէ, համաձայն ես ընդհանրապես Արամ Սարգսյանի հաղորդումները չեմ նայում, որովհետև իրան չեմ համարում ազգասեր, թեկուզ այն պահով, որ ինքը նման ձևի է իրան պահում, հակառակ իր տան անդամների չեմ ուզում անուններ նշեմ, արդեն հասկանալի է, ու ես շատ դեմ եմ Արամ Սարգսյանի հաղորդումներին։ Ինչ է, միակ փրկությունը Ռուսաստանն է։ Մեր փոքր երկիրները գաղութ են, էլի։ Ռուսաստանն է միայն փրկությունը, ոչ Ամերիկա, ոչ միայն Ռուսաստան, այդքան համին բաց։ Ռուսաստանը Հայաստանի հետ հավասարի պես է շփվում։ Արդյոք հավասար։ Դե հիմա արդեն կարող է հնարավոր է, որ շատ հնարավորություն կա, որ շփվի հավասարը հավասարի հետ։ Շատ հնարավորություն։ Կարող եմ ասեմ երևի, չեմ կարծում, թե հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ կանի, ինչպես ինքը ինչպես որ առաջ է գնում, այդ առաջնությանը կհետևենք։ Յուրաքանչյուրը ճիշտ է, ասում է իր կարծիքը, բայց ինչքանով կհավաքի դե Աստված գիտի։ Արամ Սարգսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Արամ Սարգսյանը տենց բան ասե, որ Ռուսաստան, Հայաստան։ Չէ, մի քիչ պարզ է, նախկինի պես չի, համեմատաբար ավելի հարգալից է, բայց հաստատ հավասարի չի, դեռևս։ Իսկ կլինի այդպիսի դեպք, երբ ժամանակը գա, այդպիսի որ սկսի հավասար։ Եթե մենք մեզնից այնքան խելք ունենք, քաղաքական միտք ունենանք, որ որպես ազգ քաղաքակրթական սուբյեկտ մեզնից ներկայացնենք միջազգային ասպարեզում, իհարկե Ռուսաստանը ինչ է իրանից ներկայացնում, որ Արամ Սարգսյանը ով է։ Ես պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ես դե չգիտեմ, մենք ապրելով դրսում մեր գիտեք ինչ, մենք երազում ենք, որ մեր երկիրը ծաղկի, մենք գանք, հենց անգամ ինքնաթիռը հենց նստում է օդանավակայան, մեր աչքերից գնում է, մենք մենակ այդ ենք ուզում, ես չգիտեմ, Արամ Սարգսյանն է, թե ով կլինի, միայն թե Հայաստանը ոնց որ ասում են, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, մենք ոչ մեկի չենք իրադարձում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում, կեցե անկախ Հայաստանը սիրում ենք, հայրենիքը, չգիտեմ ինչ ասեմ, Ազիզ ջան։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ կարող ասել, թե ինքը ինչ է ասել, դրա համար չեմ կարող մեկնաբանել նման արտահայտությունը, կոնտեքստը չգիտեմ ուղղակի։ Երբևէ կսպասեք, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հավասարի պես Ինչի տենց չի եղել։ Կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի հետ միշտ հավասարի հետ է շփվել։ Ավելի ճիշտ Հայաստանը իրեն նենց է դրսևորել, որ բոլոր հավասարի հետ պետք է իր հետ շփվեին։ Չգիտեմ, ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Ինչ իմանամ, չեմ կարող ոչ մի բան ասեմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ, կներեք։ Ռուսաստանը Հայաստանի հետ սկսել է շփվել ինչպես հավասարի հետ, միշտ էլ այդպես է եղել։ Ես իրան որպես Հայաստանի թշնամի եմ ճանաչում, իր եղբորը լավ իմանալով, ինքը հիմա լրիվ Ռուսաստանի քաղաքականությունն, որը մեր Հայաստան տանել է կործանման։ Ինքը իր հարստությունները դիզել է, բայց Հայաստանի համար աղքատություն է ստեղծում եւ հողերը մենք կորցրել ենք ամեն ինչ։ Ինքը ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի Ինքը շատ բան է ասում, այնքան բան են ասում։ Ինքը այնքան բան է ասում, բայց իր ասածները ոնց որ մեր Նիկոլն է ասում, այսօր սենց ասա, վաղը նենց է ասում, լրիվ հագարակ։ Դրա համար ես ոչ մի ձևի հույս չեմ դնում։ Այդպես մարդիկ երեսանի իրանց գույնը փոխող, մաշկը փոխող մարդիկ են։ Սկզբունք չունեցող մարդիկ են։ Գարեգին Նժդե ասում էր թող գա իմ հետևից նա, ով դեռ բարոյապես չի մահացել։ Հիմա եթե մարդը մահացել է, իր եղբորը սպանեցին, ինքը ոչ մի բան չարեց բացահայտելու։ Չէ որ ազգային շահեր կային դե։ Ինքը հարստացավ, հա, լավ էր դա ամեն ինչը։ Հա։ Եվ ասում է գայլերն են կուշտ, հա, եւ ոչխարները լրիվ։ Հա, տենց։